Ողջույն ընկերներ, այսօր որոշել եմ դդումը հավաքել։ Աշնան վերջին օրերն է, վերջին տաք օրերն է ու առիթը բաց չենք թողնում դդումի բերքը ճիշտ ժամանակին տուն տանելու համար։ Ճիշտ է, այս հավաքած դդումները դեռ որոշ ժամանակ մինչև ձյունը գալը դնելու ենք հատ շկամբում տանիքի վրա որևէ լավ տեղ, արևոտ տեղ եւ միայն ձյունը գալուց հետո ենք տեղափոխելու արդեն մառան։ Այս տարի մի քանի հատ այսպես թփեր ցանել եմ, բայց այս թուփը, որ կոնկրետ հավաքում եմ, սա ինքն իրեն էր աճել, ես էլ չպոկեցի, չթափեցի, թողեցի, որպեսզի մնա։ Հիմա նաև միասին կհաշվենք, թե մի թփից, ինքն իրեն աճած թփից, քանի դդում է դուրս եկել, քանի բերք է տվել։ Տեսեք, թուփը այստեղ էր աճել ու այսպես տարածվել էր ու հիմա հաշվենք քանի հատ է, 2, 4, 6, 8, 10։ Մի թփից, ինքն իրեն աճած թփից ունենք 10 դդում։ Հիմա սրանք տեղափոխենք միտեղ, հավաքենք միտեղ, նոր արդեն այնտեղից էլ արդեն կտանենք պատշգամբ։ Տեղավորենք այստեղ ու շարունակենք մնացած բերքը հավաքել։ Հողամասի այս մասում, որտեղ եղել է մեր դդմիկները, որոնք արդեն չորացել են, մի թուփ կար, որը չգիտեմ ինչպես է հայտնվել այստեղ, խնամել եմ ու դուրս է եկել դդում, այսինքն մանր սիրուն դդումներ են։ Եվս 2 հատ փոքր այստեղ են, տեսեք, շատ մանր դդումներ են ու մի հատն էլ այստեղ։ Սրանցից մեկը շուտ ենք կերել փորձելու համար։ Իմիջիայլոց շատ համով քաղցր դդումներ են։ Իսկ հողամասի այս մասում այն դդումներն են, որը ես ցանել ու խնամել եմ։ Սա գնված սերներ են։ Բերքը շատ հաջող չի եղել, բայց վատ էլ չի, տեսեք, այս տիպի դդումներ են։ Սրանք էլ տեղավորենք։ Մի քանի սորտի դդումներ են իմիջիայլոց, որոնք դեռ համային առումով չգիտենք լավն է, վատն է, քաղցր է, թե չէ։ Բայց երևում է, որ չափերով իրենք ավելի խոշոր են ու տեսքն էլ գույնն էլ տարբերվում են մնացածից։ Ենթադրում եմ, որ սրանք էլ քաղցր կլինեն։ Ինչի համար ենք դդում ցանում, հիմնականում մի քանի հատ ձմռան ընթացքում ուտում ենք, իսկ հիմնականը կերակրում ենք թռչուններին եւ անասուններին։ Տեսեք, սա ամենախոշորներից մեկն է։ Այն բոլորը տեղավորենք այստեղ, նոր այստեղից կարող ենք արդեն տանել պատշգամբ, ավելի հարմար կլինի։ Ինչու եմ այստեղ ցանել, որովհետև այստեղ գոմաղբի մոտ էր, իսկ դդումը գիտենք, որ գոմաղբով հագեցած հողում է լավ աճում։ Տեսեք, գույներով իրանք ոնց են տարբերվում։ Սրանք ավելի շատ մոխրագույն են։ Ու նաև տեղը ընտրելուց հաշվի եմ առել, որ կարող են այսպես ցանկապատով էլ բարձրանալ։ Մի մասը սերտաճել է ցանկապատին, դրա համար դժվար է դուրս գալիս, բայց անհնար ոչինչ չկա։ Տեսեք, ոնց է սերտաճել ցանկապատին։ Մնացին վերջին մի քանի դդումները, այս մեկը նեխած է, պոկես։ Այդպես էլ է լինում, որովհետև հողին կպած է լինում ու վնասվում ու նեխում է։
Սա էլ դնենք ու արդեն ցույցամ ամբողջը։ Այստեղ իհարկե թփերը դեռ կանաչ չեն, իրանց վրա այսպես մանր դդմիկներ կան, որոնք չգիտեմ կհասնեն թե չէ, բայց ամեն դեպքում թփերին դեռ ծեր չեմ տալիս, թող մնա, եթե կհասնեն, չէ։ Հավերը մեկական ու կան։ Այ տեսեք, արանքից սպասումը երբեմն իրեն կերակրելու։ Սա էլ մեր այսօրվա դդումի բերքը, այս տարվա աշխատանքի արդյունքն է։ Մնաց տեղավորենք համապատասխան տեղում եւ ձմռանն օգտագործենք եւ ուտելու եւ թռչուններին կերակրելու համար։ Եթե քաղցր եղավ, կուտենք, եթե անհամ եղավ, քաղցր չեղավ, արդեն կենդանիներն ու թռչուններն են ուտելու։ Հիմա ամենադժվար աշխատանքը մնաց սրանք տանել արդեն տեղավորել պատշգամբում։ Ուզում եմ ցույց տալ բողկերը, որոնք մենք միասին էինք ցանել ու տեսեք, տերևները փարթամ է, բայց դեռ արմատապտուղները լավ ձևավորված չեն։ Սա միջև ձյունը գալը դեռևս էսպես մնալու է ու խոշորանա։ Ամենաօգտակար եւ ամենահամեղ բողկերը մեր հողամասից։ Տեսեք ոնց է փարթամացել։ Սպանախներն են մեր հողամասի, ժողովուրդ ջան։ Դրա մոտ ցանած նաեւ գինձերը, տեսեք ոնց են աճել։ Իսկ սպանախները օր-օրի մեծանում են, շուտով արդեն հավաքելու ժամանակը կլինի։ Հիմա ցույց տամ ծածկած կանաչին, տեսեք ժողովուրդ ջան, արդեն կոտեմը համարյա թե հավաքելու ժամանակն է, իսկ համեմն ու եմ ասում նաև սամիթը դեռ որոշ ժամանակ հետո կհավաքենք։ Տեսեք մի քանի օրվա ընթացքում ոնց է մեծացել ու դա այս պոլիէթիլենային թաղանթի հետևանքն է։ Չնայած մենք բիբարներն հավաքել էինք այն մտքով, որ եղանակը արդեն ցուրտ է, կցրտահարվի, բայց դեռ տեսնում ենք շարունակում են մեր տալ։ Այստեղ էլ մի քանի ծիծակներ կան գծու, որոնք եւս շարունակում են աճել։ Մանր բիբարներ կան, որոնք դեռևս մեծանալու են մինչև առաջին ցրտահարությունները։ Այստեղ էլ դեռ բիբարներ կան, որոնք տեսեք անընդհատ կարող ենք հավաքել։ Ու այս բերքը մենք արդեն մի քանի ամիս է հավաքում ենք, այդ շարունակում է բերք տալ։ Ու թփերը դեռ առողջ կանաչ, նկատելի է նույնիսկ, որ իրանց վրա ծաղիկներ կան։ Վստահ չեմ, թե այս ծաղիկները բերք կդառնան, բայց ամեն դեպքում այն ծաղիկները, որոնք շուտ էին արդեն ծաղկաթափել, ահա այսպիսի մանր բիբարներ կան, որոնք մենք ամեն օր հավաքում ենք հողամասից։ Իմ հողամասի միակ ծիրանեն են, ժողովուրդ ջան։ Արդեն սկսել է տերևաթափը, տերևները տեսեք, դեղն էլ տարբեր գույներ են ստացել։ Գորիսում հիմնականում ծիրանը բերք չի տալիս, սա փորձնական ենք դրել անցած տարի։ Մյուս տարի սպասում ենք բերքին, տեսնենք կհաջողվի մեզ բերք ստանալ, թե չէ։ Հողամասն եմ սկսել ցրտահեր կանել, արդեն այսքան փորել եմ 2-3 օրվա ընթացքում ու դեռ շարունակում եմ։ Ինչքան կկարողանամ փորելու եմ, ինչքան կհասցնեմ, ժամանակը կհերիքի, փորելու եմ, որպեսզի հողը ձմռանը ավելի փուխր լինի, իսկ գարնանը մենք ավելի քիչ ժամանակ ծախսենք։ Այդ ընթացքում նաև այստեղ հավաքում, մաքրում, որպեսզի ձմռան անելու գործը շատ չլինի, առանց այն էլ ձմռանը միանգամից աշխատանքները սկսում են ու չենք հասցնում։ Ժողովուրդ ջան, հավերի կերն եմ պատրաստում, ուրեմն այստեղ եփած կարտոֆիլ է, թեփով ու կանաչ չոր շաղախում եմ այսպես ու կերակրում եմ իմ թռչուններին։ Շատ կարևոր վիտամիններով հարուստ կեր է։
Տեսեք, իրենք արդեն էլ չեն համբերում, հենց ամանից էլ սկսել են ուտելը։ Ստեք կերակրենք, արդեն ուտն ընկնում է, թող ուտեն, նոր հավաքենք բներում։ Կարտոֆիլը երբ հավաքում ենք, մանրերը ջոգում ենք ու այսպես աշնանից սկսած ամբողջ ձմեռ իրենց կերակրում ենք նաև կարտոֆիլով։ Օրվա մեջ մեկ անգամ եփում ենք, շաղախում թեփի հետ ու եթե սննդի մնացորդներ են լինում, դա էլ ենք տալիս։ Այսպես տեսեք, իրենք ախորժակով ուտում են, որովհետև դա իրենց համար այս ընթացքում շատ կարևոր է։ Հիմա մեր մոտ արդեն թռչունների կերակրման ժամն է, օրվա այս ժամը տրամադրում եմ թռչուններին կերակրելուն և հավաքելուն։ Քիչ հետո մութը կընկնի, ես պետք է հասցնեմ այդ ընթացքում արագ կերակրեմ թռչուններին, հավաքեմ իրենց արդեն կացարաններում, հավանոցներում։ Որոշները վանդակից դուրս են գալիս, դրա համար իրենց էլ այստեղ կկերակրեմ։ Հիմա գետնին եմ կերակրում, բայց հոգ չի, իրենք սովոր են գետնին ուտել, մինչև արդեն կերամաններ կսարքենք նաև թաց կերի համար։ Սրանք կերան իրանց կերը ու էլի են ուզում։ Այստեղ շատ են, կարելի է մի քիչ ավելի շատ տալ, որպեսզի կշտանան։ Ճտերից է այս մեկը, ածում է այստեղ, ամեն օր մի հատ ձու ենք վերցնում ստեղից, փոքր այս տարվա ճտերի ձվերից է։ Իսկ այս մեկը անցած տարվա հավերից է, փոքր է, ինքը դուրս է գալիս հավաբնից, ամբողջ օրը դրսում է լինում ու չգիտենք որտեղ է ածում։ Իր ձվերը մի քանի օր է փնտրում ենք, բայց չեն գտնում։ Հուսամ արդեն կկուտակվի, մի օր կհետևենք ու կգտնենք։ Ընդամենը մի քանի րոպե ընթացքում կերան ամբողջ կարտոֆիլը, թեփը եւ մնաց կանաչ խոտը, կանաչ խոտն էլ մի քանի րոպեում արդեն կուտեն ու կհավաքենք։ Բայց քանի որ կանաչ խոտը քիչ եմ տվել, նաև արդեն հավաբներում խոտ կլցնեմ, իրենք դա էլ կուտեն։ Հնդկահավը նորից սկսել է ածել, մի քանի օր դադար տվեց ու նորից ածում է։ Մի հատ ածել է, մեկն էլ այսօր է ածելու, որովհետև ինքը էլի սկսել է անհանգիստ շարժումներ անել ու տարօրինակ ձայներ անել։ Հենց տեղափոխենք արդեն հավաբուն, այնտեղ կածի։ Մնացածի երկուսը դեռ չեն ածում ու դա շատ լավ է, չեմ ուզում, որ սրանք էլ սկսեն ածելը, որովհետև հնդկահավերի ածելու իսկական ժամանակը դա գարունն է։ Հիմա իրանց ածելը վնասում է միայն իրանց, որովհետև հիմա երբ սկսի սա նորից շարունակի երկար ժամանակ ածելը, վստահ եմ նստելու է, իսկ մենք ձմռանը չենք պատրաստվում թուղթ դնել։ Իրանք մեզ պետք են գարնանը, որպեսզի հավի ձվեր լցնենք տակը։ Այս տարի որոշել եմ հնդկահավի ձվեր չդնել, որովհետև այս տարվա փորձը եւ անցած տարվա փորձը ցույց տվեցին, որ պետքա արյունը փոխել, այ տեսեք, նստում է գետնին, սա նշանակում է, որ զուգավորման շրջանն է իր մոտ։ Արյունը փոխել, իսկ այս ընթացքում այդպես հարմար արու չկա, որպեսզի մենք կարողանանք զուգավորել իրեն, դրա համար այս տարի, այսինքն եկող տարի գարնանը
հնդկահավիձը վեր չեմ դնի, 3-ի տակ էլ հավիձու կդնեմ, եթե բարեհաջող լինի։ Եվ այս տարի արդեն մի քանի ճուտ կգնեմ արդեն ուրիշ տեղից, որպեսզի նաև զուգահեռ լինի արյան փոփոխություն։ Այդ տեսեք, սա նշան է, որ իր մոտ զուգավորման շրջանը Հիմա աշունը մի այնպիսի ժամանակահատված է, երբ օրվա տևողությունը աստիճանաբար կրճատվում է։ Հիմա ինչ ենք անում, որպեսզի հավերին ստիպենք հացելը, քանի որ օրվա տևողությունը կրճատվում է, նրանք դադարում են ձուացել, քանի որ լուսային օրվա տևողությունը շատ կարևոր է, որ հավերը հասցնեն ձուն ձևավորել ու հացել։ Դրա համար ես կացարան եմ տեղափոխել, որտեղ երեկոյան ժամերին լույս եմ վառում այսպես, լույսը վառվում է, բայց երբեմն իրենք նույնիսկ լույսը վառվելուն իրենք թառում են, այդ տեսեք մեկը բարձրացել է այնտեղ ու քնած է այնտեղ արդեն։ Հիմա որպեսզի իրենք չքնեն ու զբաղվելու բան ունենան, այսպես առատ կանաչ եմ շաղ տվել եւ իրանք դեռ երկար, մինչեւ ժամը 10-10:30, այսպես ուտելու են այդ կանաչը ու չեն թառելու։ Նույնը նաև այսպես հավերի մոտ է, կերը կա, կանաչը կա ու իրենք այսպես անընդհատ ուտում են, բացի նրանից, որ կանաչը վիտամիններով հարուստ է ու նպաստում է նրան, որ հավերը վիտամին են ստանում, այլ նաև նրանք զբաղվելու միջոց ունեն, որպեսզի չթառեն ու չքնեն։ Եվ տեսեք, այստեղ հնդկահավը եկել է ու թառի տակ ձուն հացել է, երկրորդ օրն է, արդեն թառի տակից այսպես հնդկահավի ձու եմ վերցնում, ինքը ամբողջ օրվա ընթացքում չի հացում, գալիս է բնում թառի տակ հացում։